Վարդանան կրթահամալիր ոտ դնողը միանգամից Արցախ է տեղափոխվում։ Մռավասարի բանաստեղծին ու նրան շրջապատող աշխարհից մի կտոր կրթահամալիրի սաները տեղափոխել են Երևան։ Փորձեցինք ներկայացնել արցախցու կերպարը, ամբողջ կենցաղը, այո, եւ հիմնական մասը այստեղ նաեւ մեր աշակերտների ձեռքի աշխատանքն է։ Սկզբում միայն բաց դաս էին պլանավորել, բայց երբ հետազոտական խումբը մեկնեց Հրաչյա Բեգլարյանի ծննդավայր, ամեն ինչ փոխվեց։ Ասելիքն այնքան շատ էր, որ որոշեցին բանաստեղծին նվիրված ցերեկույթ կազմակերպել։ Ամեն ինչ սկսվեց նրա ծոռնուհուց։ Ծոռնուհին է սովորում այս դպրոցում եւ այդ կարծես ինքն իր հետ բերեց իր պապիկի պոեզիան այս դպրոց։ Ես ամեն ինչով հպարտանում եմ, որ բոլորը ասում են իմ պապիկի հորինած վտանավորները։ Դահլիճում Հրաչյա Բեգլարյանի կինն է Տիկին Վարյան։ Ամուսնու մասին դժվար է խոսել, ամեն ինչ նրա գրվածքներում է։ Արցախում չկա մի թուփ, չկա մի վանք, չկա մի խաչքար, որ ինքը համբուրած չլիներ։ Տասնամյա Մարիամն ու Հրաչյա պապը գրեթե չեն հանդիպել ծոռնուհու ծնունդից շատ չանցած բանաստեղծը հրաժեշտ տվեց կյանքին։ Մարիամը մեծացավ նրա մասին պատմություններով ու հիմա ինքն ու ընկերներն են պատմում բոլորին։ Ու թե ուզում եք, տունը սրբանա, տունը տուն մնա, ապրի հավիտյան ու չհնանա, անուններ դրեք ձեր տան պատերին։ Ընդամենը մեկ երգ եւ բոլորն են նրան ճանաչում։ Ղարաբաղցին սկզբում բանաստեղծություն էր, հետո դարձավ երգ։ 60-ականներին թույլ չտվեցին այն տպագրել, միայն 10 տարի անց ու առանց վերջին քառատողի։ Բաքուն այդ քառատողերի տակ վտանգ էր տեսնում։ Աղաղ էր նա համբերատար, բայց թե հոգով դառնեցրի ամպի նման կորոտա, շանթ ու կրակ Ղարաբաղցին։ Որքան սիրում էր հայրենիքն ու իր Արցախը, այնքան էլ անակնկալներ էր սիրում։ Նույնիսկ պարսթեյախմություններ թորների համար տոնախմբության վերածում։ Պապիկի հետ ամբողջ Արցախն են շրջել։ Արևը նրա հետ է ճանաչել իր հայրենիքն ու նրա պատմությունը։ Պապից նաև կյանքի օրենքներն է յուրացրել։ Նա ասում էր, եթե դու նվիրված ես քո գործին, նպատակին, պետք է գնաս պայքարի մեջ վառվելու, առանց մտածելու, որ պայքարի պտուղները դու ես քաղելու։ Հրաչյա Բեգլարյանին նվիրված ցերեկույթի անակնկալն էլ Տիկին Վարյան էր պատրաստել, հատուկ հուշանվերներ կրթահամալիրի սաների համար, իր իսկ ձեռքով պատրաստված։ Նելի Հարությունյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։